Ո՞րն է քաղաքական հայտարարությունը։ Եկեղեցին հանում են պետության դեր։ Մենք պետք է հեռացնենք կաթողիկոսին։ Եթե պետություն բառը հնչում է, եկեղեցի բառը եւս հնչում է, նշանակում է այդտեղ քաղաքական է ելույթը։ Եթե ասում եք Բեհափարի անունը ձեռքվի, այդ քաղաքական գործի չի գործունի։ Եթե Փաշինյանն ասում է պետք է Բեհափարի անունը ձեռքվի, դա արդեն քաղաքական իշխանության խոչընդոտում չի եկեղեցու գործերին։ Ինչ գործ ունի պետության ղեկավարը, պետության ներկայացուցիչը, իշխանության ներկայացուցիչը խառնվել եկեղեցու գործերին։ Այո, ձեր կարծիքը։ Ես դեռևս շատ վաղուց ասել եմ, որ մենք ցավոք սրտի չունենք կաթողիկոս։ Հետևաբար, եթե չկա կաթողիկոս, չի կարող նաև նրա անունը հնչել։ Շատ վաղուց է երբ։ Երբ որ Հովանավանքում պատարիք է Ամիս առաջ ընդամենը երևի կամ Բայց նույն կաթողիկոսն է ձեզ օծել։ ինձ կաթողիկոսը չի օծել։ Ով է օծել։ Կաթողիկոսի կողմից օծված մարդը։ Ինձ օծել է Հայկազում Սրբազանը։ Իսկ իրեն ով է օծել։ Չեմ հիշում։ Իսկապես չեք Բայց հիշում։ էական չի։ Դուք ամաչում եք Ինձ օծել է Հայաստանի Հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Ինձ օծողին օծել է Հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Թե այդ պահին ում ձեռ։ Բայց անձինք են Դա այդ պահին ում ձեռամ։ Դա էական չէ, այդ պահին եթե այդ մարդը գործող անձ է, իրավասու է դա անելու, ուրեմն Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու հովապետը ամենայն հայոց կաթողիկոսն է այս չեմ պահին։ ընդունում իմ կարգալուծության մասին մայրաթորից հնչեցված որոշումը, որովհետև համարում եմ, որ չկա այս պահին կաթողիկոս, քանզի այն անձը, որ այդ որոշումը կայացրել է, չի համապատասխանում իր պաշտոնին։ Ուրեմն կաթողիկոս դարձող անձը ընդունել է կուսակրոնություն, որին որ շնորհվում է այլևս դառնալու եպիսկոպոս եւ կաթողիկոս։ Հիմա նույն հաջողությամբ ինձ էլ կարող էին դարձնել եպիսկոպոս եւ կաթողիկոս, ինչու չեն դարձել, որովհետեւ ես ընդունել եմ ամուսնական քահանայի կարգավիճակ, այսինքն իմ ընտանիքը եղել է օրենքով, ես եկեղեցու օրենքով ամուսնացել եմ եւ քահանայություն եմ ընդունել, դրա համար օրինակ չեմ դարձել կաթողիկոս, բայց օրինակ այսօրվա կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող անձը ընդունել է կուսակրոնություն, որով որ ճանապարհ ունի կաթողիկոս դառնալու, բայց ընթացքում ուրեմն ընտանեկան հարաբերություններ է ստեղծել ապօրինի եւ այնուհետեւ դարձել է կաթողիկոս։ Սա նշանակում է, որ նրա կաթողիկոս դառնալը ապօրինի է, նա չի կարող երբ եք իմացել դա։ Բայց այս ամենով հանդերձ դա չէ իմ բողոքի ձայնը նրա դեպ։ Իմ բողոքի ձայնը այն է, որ ամենայն հայոց կաթողիկոսի դերը հայ ժողովրդի հոգևոր կյանքը առաջնորդելն է եւ դա կարող է անել միայն հոգևոր մարդ։ Նա հոգևոր չէ։ Ես դրա մեջ քանիցս բազմիցս Դուք ընդունում եք 10 եպիսկոպոսներին իրենց ապրած կյանքով, իրենց տեսակով, իրենց ընտանիքներով հանդերձ, որոնցից շատերն ունեն ընտանիքներ, երեխաներ, ոչ միայն ընտանիքներ, կանայք, այլ նաև շարունակում ընդունում եք, ընդունելու Դուք իրենց նրանք են նրանց միջոցով պետք է բարենորոգում մի րոպե հարց տամ։ Նրանք են հանձնարարել այսպես կոչված, ես հանձնարարել, բայց այդ հայտարարության տակ ստորագրել են նրանք։ Խոսել եմ, քանիցս Facebook-ով եմ բարձրացնել, քանիցս հարցազրույցներ տալով մայրաթոր այցելու։ Ես միշտ խոսել եմ, որ եկեղեցին բարենորոգելու կարիք կա։ Հիմա ընդունել չընդունելու ինչ հարց կա։ Ես ձեզ հարց տվեցի, պատասխանեցիք իմ հարցին։ Դուք երբ եք իմացել, որ ասում եք կաթողիկոսը խախտել է։ Այդ մասին ես խոսել եմ։ Խոսել չէ, երբ եք հրապարակային խոսել եմ։ Ուրեմն դեռևս ուսանողության տարիներին նման լուրեր շշուկներ կային, բայց որոնք հաստատված չեն եղել։ Հիմա ո՞նց է կազմում։ Որոնց մասին կասկածները շատ էին։ Այնուհետև ապացույցներով է ներկայացրել։ Այնուհետև իմ ծանոթ, չգիտեմ, դասախոսների միջավայրում այլ տևեր, ասեք թող ավարտեն։ Եթե մի քիչ լսենք իրար լավ է չգործի։ Ուրեմն տարբեր հոսքերով ես լսել եմ կամաց եկել են իմ կյանքում ինչ-որ ապացույցներ ավելի հավաստի դարձնող այդ փաստերը կաթողիկոսի ապօրինի, չգիտեմ, իր կուսակրոնության ուխտը խախտելու մասին փաստեր ու ոչ մեկ անգամ եւ սա լրագրողների հետ չէ բազրույցը ձեր անվտանգության աշխատակիցներն են Ես անվտանգության աշխատակից չեմ։ Դե ուրեմն ասեք թող մի քիչ հեռու գնա եւ չխանգարա լրագրողներին։ Ես չեմ կարող իմ ժողովրդին ասել գնացեք այստեղ կանգնեք կամ այստեղ կանգնեք։ Ձեր ժողովրդին հուշեք, որ դուք ինքնական կանգնել եւ հարցազրույց եք տալիս եւ որևէ մեկը բռնություն չի գործադրում։ Շնորհակալություն։ Փառք Աստծո։ Աստված ինձ հետ է եւ որևէ մեկը
Եթե բռնություն էլ գործադրի, Աստված ինձ ուրեմն օգնական կլինի, ես վստահ եմ։ Դժվար բռնություն ես գործադրեմ, սովորական հասարակ մարդ եմ։ Իհարկե։ Ներողություն, դուք այդպես էլ չպատասխանեցիք իմ գործընկերոջ հարցին։ Որ հարցին։ Առաքել Սրբազանին, Անուշավան Սրբազանին, Վազգեն Միրզախանյանին, Նավասարդ arczepiskopos Կճոյանին եւ նրանք են որ պիտի բարեն ունենալու մասին շշուկներ երբեք չեք լսել։ Մեկ հարց տվեք, էլի։ Պատասխան մի ամբողջական հարց էր։ Ուզում եք նորից հարց։ Նորից ձևակերպեք, հստակ ձևակերպեք։ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ գերաշնորհ Նավասարդ arczepiskopos Կճոյանի սիրուհի ունենալու մասին շշուկներ լսել եք թե ոչ։ Չեմ լսել։ Երեխաներ ունենալու ձեր դասախոսները ուսանողության տարիներին Ինչպես Բենթլի ունեցել։ Ժամանակին ես այդ լուրը լսել եմ, նույնիսկ գիտեմ ով է նվիրել, ու նույնիսկ գիտեմ այդ Բենթլին վերջում ինչպես վաճառվեց եւ եղավ։ Իրոք էլի արեք։ Դե եթե մինչև այսօր հայտնի չի դարձել, երևի կարիք չկա, որ ինձանից այդ լուրը լսի։ Նրա սանիկն են նվիրել։ Ինչպես։ Ձեզ ինչպես դիմենք Ես Տեր Տարոնն։ Հա։ Տեր Տարոն, տեսեք, Պողոս Առաքյալը ասում է ավետարանում գրված է յուրաքանչյուր եպիսկոպոս կարող է լինել մի կնոջ այր։ Հիմա եթե դուք ասում եք կաթողիկոսը երեխա ունի, բայց Աստվածաշնչում գրած է այդ մասին, որ դա խնդիր չէ։ Հիմա դուք ո՞րն եք խնդիր համարում։ Եթե իմ կարծիքն եք հարցնում, ուրեմն Պողոս Առաքյալը ես կարծում եմ, որ կարող է այդպես դուք եք լինել։ սխալվելու կամ Պողոս Առաքյալը։ Չէ, կարծում եմ դուք եք այս բանը սխալվում, քանզի լավ չեք ուսումնասիրել։ Ուրեմն բացի աստվածաշնչյան ինֆորմացիայից հայ առաքելական եկեղեցում դարեր շարունակ գումարվել են ժողովներ։ Օրինակ Շահապիվանի ժողով, Դվինի ժողովներ եւ այլն։ Եվ եթե չեմ սխալվում, այն Շահապիվանի ժողովի ժամանակ 444 թվականի ժողովին է այդ որոշումը ընդունվել, որ կաթողիկոսը պիտի լինի կուսակում։ Հիմա տեսեք, իմ անձնական կարծիքով ես կարծում եմ, որ այստեղ վերանայելու խնդիր կա, եթե այսօր հարց է ծագում, որ ինչու այդ կուսակցությունը չի պահվում, ապա այստեղ եկեղեցին վերանայելու խնդիր ունի, նորից ժողով գումարելու եւ այդ հարցը քննարկելու խնդիր ունի, բայց եւ այնպես, եթե այս պահին հայ եկեղեցու կանոնադրությամբ կուսակրոնը պիտի լինի, կարող է լինել կաթողիկոս եւ կաթողիկոսը պիտի լինի կուսակրոն, ուրեմն այդ օրենքը պիտի պահվի։ Դուք կարող եք ասել եպիսկոպոսների մասին որևէ շշուկ ձեր ուսանողության տեսեք, շշուկներ ես կարող եմ լսել, ես որևէ մեկով չեմ առանձնապես այդպես խորացել եւ զբաղվել։ Նույնիսկ ասեմ ավելին, կաթողիկոսը պաշտոնը զբաղեցնող անձի անձնական այդ շշուկներով չեմ զբաղվել։ Պարզապես ժամանակը կամաց ինձ մատուցեց եւ ապացուցեց տարբեր լուրեր լսելով, երբ որ նույնիսկ լսապետության ամբիոնից, որ պաշտոնական հնչեց, որ այդ փաստը կա եւ դա կարող է ապացուցվել, երբ որ կարիքը լինի։ Այդ ամեն փաստեր, բայց հետո ինձ ավելի այդ ամենից հետո ես արդեն անձնական անուններով իմացա ով է։ Դուք Նիկոլ Փաշինյանին համարում եք հավաստի աղբյուր, իր ասածը ընդունում եք։ Ժորժ ջան, ես ամեն մարդու ասած լսում եմ, բայց ես ունեմ իմ սեփական կարծիքը, երբ որ մի բան ինձ համոզիչ է դառնում, ինձ համոզում է, վստահելի է դառնում, ես վստահում եմ։ Կարող է դա լինել պաշտոնյա, կարող է լինել ոչ պաշտոնյա, կարող է լինել սովորական գյուղացի մի մարդ։ Դուք Առաքել Քարամյանի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեք լսել, շշուկներ չեք լսել։ Ես շատ մարդկանց մասին կարող եմ շշուկներ լսել, բայց ես մարդկանց դատելու սովորություն չունեմ, նույնիսկ ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող անձի մասին ես երբեք անձնական ուրեմն դժգոհություն չէի հայտնի։ Եթե նա չլիներ իմ ժողովրդի հոգևոր գլուխը, եթե նա չլիներ այն մարդը, ով որ զբաղեցնում է այդ պաշտոնը, բայց իմ ժողովուրդը այսօր կոպիտ ասած առանց հոգևոր առաջնորդի է մնացել։ Նա ձեզ համար Գարեգին երկրորդ է, թե Կնտրիչ Ներսիսյան։ Դժվար հարց եք տալիս, ինձ համար նա կաթողիկոս չէ։ Մնացած հարցերը կարող են այս պատասխանից բխել։ Ներողություն, դուք ասում եք շշուկներով չեք առաջնորդվում, դուք լսում եք լուրերը, իսկությունը եւ ընդհանրապես։ Հիմա այդ դեպքում ինչու չգնացիք ձեր ներքին հարցերը ժողովների միջոցով, որովհետև տեղի են ունենում եպիսկոպոսաժողով, դրան իհարկե դուք չեք կարող մասնակցել, միաբանների քահանայած դասի ժողով, դուք ձեր հարցերը չեք կարող ներքին կարգով լուծել, խոսել։ Վստահ եք, որ չի եղել նման փորձ։ Ես հարցնում եմ։ Շատ է եղել, շատ։
Քահանայի ժողովները եղում լինում տարին 2 անգամ, քանիցս տարբեր ձևաչափերով փորձել են խոսել, ասել, ոչ մի բան չի լուծվել։ Ես ասեմ ավելին, ես վերջերս նաև արտադրության ժամանակ ասել եմ, որ նույնիսկ վերջին քահանայից վերապատրաստման դասերի ժամանակ ես որ մայրաթոռում էի, այն ժամանակ ներկայացրեցի, որ որոշ մեր հարցադրումների պատասխաններ են ակնկալում, կաթողիկոսը այդտեղ ներկա էր եւ կաթողիկոսը հանձնարարեց, որպեսզի դա արվի, դրանից հետո էլ բան չփոխվեց, ոչ մի բան չի արվում։ Որևէ բան, եթե լավ արվեր, տեղին արվեր, ճիշտ արվեր, մենք չենք դժգոհի, սիրելին է, դուք գիտեք մեզ դուր է գալիս, որ մենք քահանա ենք, բայց մենք դժգոհում ենք մեր հոգեվոր մեզ հետ ծառայող ինչ որ մեկի մասին։ Աշխատավարձ ստանում եք։ Ինչպես։ Քահանաներ աշխատավարձ։ Ես աշխատավարձ չեմ ստանում։ Իսկ այս Նայած թեմում, ամեն թեմում տարբեր է, կարող է թեմի առաջնորդը ինչ որ սիմվոլիկ գումարներ Քահանաները կարող է չլինի։ չլինի։ Մայրաթոռը, աղարքում այդ խաչ համբույրը, ինչ այդ առիթների ժամանակ դա մայրաթոռ։ Ես ծառայել եմ Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում 8 տարիներ։ Եվ իմ ծառայության ժամանակ եկեղեցու գանձանակի ողջ գումարը 8 տարիներ շարունակ միշտ գնացել է թեմ եւ մոմավաճառության գումարը մինչեւ վերջին լուման միշտ գնացել է թեմ։ Երբևէ եկեղեցում չի մնացել։ Մասնակցել եք, օրինակ թաղումներ եւ հարսանեկան արարողություններ, այդ գումարները որտեղ են մնացել։ Կոնկրետ Վարդենիսում այդ գումարները տնօրինում է հոգեվորական։ Այսինքն դուք եք տնօրին։ Այո, դրանք մեծ չեն։ Դրանք մեծ չեն, բայց դա տնօրինում է օքեյ։ Դա եւ դրանից նաեւ շատ հաճախ մենք վճարել ենք կոմունալ ծախսերը, թե եկեցու, թե իրավունքների դպրոցների։ Այդ խաչ համբույրից դուք չունեիք, քահանաները չունեն։ Այդ հարցը հենց նոր ընչեց եւ պատասխանվեց։ Երբ։ Հենց նոր։ Շնորհակալություն։ Ես ունեմ մեկ հարց։ Դուք անդրադարձել եք